Հիմա ո՞վ է Շուշին տվել։ Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկզբնական շրջան։ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով։ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի։ Պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշի։ Կարող ենք մենք խուսափել պատերազմից։ Այո, կարող ենք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, ներառյալ Շուշի։ Передача Шуши дела вопрос никогда не ставился. Ինձ շատերը մեղադրում էին հրապարակային, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել։ Пашинян мне прямо сказал, что видит в этом угрозу для интересов Армении и Карабаха. Мне сейчас не очень понятно, в чем эта угроза была бы. Շուշիի համարը պատասխան ինքը ինձ պետք է ինչ է, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով, օրուկես ուշացումով տեղ հասնի։ Հիշում եք, որ ասում էին բան, իշխանությունը բան արել, Շուշին տվել է, Շուշին ծախել է, էս արել է, էն արել։ Շատ լավ քրեական գործ է հարուցված։ Մարդը ձերբակալված է տարումով, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանության։ Հիմա ով է Շուշին տվել։ Ով է Շուշին տվել։